Arteni is a part of the Mission Caucasus excavation. Mission Caucasus excavation is a Franco-Armenian project that started 20 years ago, and that is funded by the French Ministry of Foreign Affairs for a big part. And the goal of the Mission Caucasus is to better understand the protohistory and prehistory of Armenia and also of the Lesser Caucasus in general. Այս ամենը սկսեց նրանից, որ մենք 2010 թվականին մեր երկրագիտության ինստիտուտի անդամները, երկրաբանները շրջայց էին կազմակերպել իրանց գործունեության շրջանակներում եւ այդ ընթացքում հայտնաբերել էին շատ երկար պատեր եւ կասկածանքներ կար, որ դրանք ուրեմն քայթ կոչվող հուշարձաններ են ներկայացնում իրենցից։ Դրա համար 2011-ին սկսվեցին շրջանցներ Արագածի հարավային եւ հիմնականում հարավ-արևմտյան լանջերին։ Եվ ի ուրախություն մեզ մենք ֆիքսեցինք բավականին շատ մեծ թվով քայթեր, որոնց մենք հիմա նաև անվանում ենք դարան որսատեղեր։ Ուրեմն դրանք երկու շատ երկար պատեր ունեցող կառույցներ են, որոնք վերջանում են, որոնք ձգվում են շատ բավականին երկար անգամ կիլոմետրեր եւ հետո դրանք ուրեմն փակվում են կլոր ինչ-որ մի հատ տարածության մեջ, որը մենք անվանում ենք գրականության մեջ ինքլոժը։ Եվ ուրեմն այդ ինքլոժերի մեջ կան բավականին թվով աշտարակներ, որոնց ֆունկցիոնալ եւ ընդհանրապես քայթերի ֆունկցիոնալ նշանակությունը մինչեւ այժմ պարզված չի, այդքան էլ հստակ չի, չնայած որ բավականին կարծիքներ կան դրանց մասին։ Մինչեւ այժմ ուրեմն կան երկու տեսակետներ հիմնական, որոնցից մեկը ասում է, որ դրանք օգտագործվել են որսի համար, հա, եւ երկրորդ տեսակետը պնդում է, որ դրանք կենթանիներին այնտեղ հավաքելու եւ պահելու համար են օգտագործվել։ Քայթերի հետ միաժամանակ շատ մոտիկ իրանց եւ իրանց ուսումնասիրությունների ժամանակ անպայման գտնվում են բնակատեղեր, որոնք գրականության մեջ, հնագիտական գրականության մեջ անվանվում են jellyfish-ներ, wheelhouses, կամ ուրեմն ինչպես մենք ենք, կամ ուրեմն agglomerated houses անունն է տրվում իրանց, նման եզրերով են իրանք հանդես գալիս եւ մեր ուսումնասիրությունների ժամանակ նաեւ 2011 թվականին մեզ հաջողվեց համար 7 քայթի ֆիքսման եւ ուսումնասիրության ժամանակ նաեւ ֆիքսել եւ ուսումնասիրել Արտենի հուշարձանը, որը մենք անվանեցինք Jellyfish 1։ Որոշակի ուսումնասիրությունից հետո արդեն գտանք, որ ավելի ճիշտ կլինի հուշարձանը որակել որպես agglomerated houses եզրով անվանվող հուշարձան։ Անի բնակատեղիները շատ մեծ չեն լինում, դրանք ուրեմն շրջափակված են պատով, հա, պերիմետրիկ պատով, որը հնարավոր է նաև պաշտպանական ինչ-որ բնույթի կառույց է եղել եւ եթե մենք ուշադիր նայում ենք, այնտեղ ամբողջ տարածությունը բաժանված է սեգմենտների, այսինքն կենտրոնից գնացող որոշակի շարեր կիսում են ամբողջ հուշարձանը եւ այդ սեգմենտների մեջ նորից մենք կարողանում ենք տեսնել ուղղանկյունաձև կլորացող հատակագծով որոշակի ստրուկտուրաներ, կառույցներ եւ մեր նպատակն է իհարկե առաջին հերթին պարզել այդ ստրուկտուրաների ֆունկցիոնալ նշանակությունը, ինչպես նաեւ իհարկե առաջին եւ կարեւորագույն հարցը դա մշակութային պատկանելիության եւ ժամանակագրության հարցերն են։ Հուշարձանը գրավում է մոտ 100 քառակուսի մետր տարածք, այսինքն իր տեսանելի մասերն են գրավում այդ տարածքը, ինքը մոտավորապես ուրեմն արևելքից արևմուտք մոտ 90 մետրի է հասնում, իսկ հյուսիսից հարավ մոտ 85 եւ մի փոքր ավել, հա դա դեռ ճշտման կարիք ունի։ Ուրեմն C14 ռադիոածխածնային նմուշների քննությունը մեզ թույլ տվեց արդեն ուրեմն ունենալ որոշակի տվյալներ եւ պատկերացում հուշարձանի ժամանակագրական հարցերի շուրջ եւ պարզվեց, որ առաջին շերտերը, որոնք վերաբնակեցվել են անիվ բնակատեղի գործանումից հետո, կարող ենք թվագրել ուրեմն վաղ երկաթեդարյան ժամանակաշրջանով, որը բավականին կարճատև բնակության փուլ է եղել, բացարձակ
կան հետքեր, բայց ոչ ինչ-որ լուրջ կառույցներ կամ չգիտես ինչեր։ Երկրորդ փուլը, որը վերաբերվում է արդեն անիվ բնակատեղի պատերի փլվածքներին եւ ինքնին այդ բնակատեղիին մենք նորից նույն տվյալների օգնությամբ կարողացանք թվագրել ուշ բրոնզե դարի ժամանակաշրջանում։ Եվ ինչն էր ամենակարևոր հարցը մեր հուշարձանի համար, որ Իրանից ներքև մենք բացեցինք շերտեր, որոնք տեսանք, որ խորանում են, որ պետք է շարունակվեն, եւ այնտեղից թվագրությունը շատ հաճելի անակնկալ արեց մեր համար եւ մենք ուրեմն ունեցանք այնտեղից միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանի շրջանով թվագրված շերտեր, ինչը շատ կարևոր է հայկական, ինչպես նաեւ ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Ինչի, որովհետեւ միջին բրոնզեդարյան բնակատեղիներ համարյա թե հայտնի չեն, կարելի ասել, որ չկան, եւ ամբողջ մշակույթը միջին բրոնզեդարյան հայտնի ընդհանրապես դամբարանային կառույցներից գտնված նյութերով։ Մեր քառակուսու նպատակն է հասկանալ, թե ինչ հզորությամբ այստեղ շերտեր ունենք, արդյոք չունենք ավելի վաղ շրջանի բնակության հետքեր, եւ առայժմ մենք դեռ չենք հասել մայր հողին եւ միգուցե կարող ենք ակնկալել մի փոքր ավելի վաղ շրջանի բնակության հետքեր։ Նպատակադրվել էինք նաև հասկանալ մեր նյութերի կոնցենտրացիաների տեղերը, հա թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում, այդպիսի մի տեղ ընտրեցինք եւ խփվեց արդեն երկրորդ քառակուսին, որը մենք անվանեցինք Տրանժբե, ինքը ուներ 6/6-ի վրա չափեր եւ արդյունքում բավականին հետաքրքիր արդյունքներ ունեցանք։ Այստեղ կարող եք տեսնել։ Բավականին պարզունակ պատերը անցնելուց հետո անմիջապես դրա տակից բացվեցին արդեն միջին բրոնզե դարին վերաբերվող շերտերը։ Այստեղ ինչ-որ կառույցի մնացորդներ ունենք, կարող եք տեսնել պատը, որը մի փոքր կլորանում է եւ դրանից դեպի արդեն հարավ-արևմուտք անցած տարվանից մնացած ուրեմն հորերի հետքեր կարող եք տեսնել, որոնք լցված են եղել այրված թրքափոշով։ Քառակուսու հյուսիս-արևելյան անկյունում արդեն բացվեց բավականին հետաքրքիր եւ շատ լավ պահպանված կրակատեղ, օջախ, որից ունենք ռադիոկարբոնային անալիզ, որը նորից ուրեմն մեզ մեկ անգամ եւս օգնեց հաստատելու մեր մտքերը եւ մենք շատ ուրախ ենք դրանով, որովհետեւ նորից թվագրությունը միջին բրոնզե դարին էր վերաբերվում։ Մենք կարող ենք ասել, որ այս հատվածում, որը հավանաբար տնտեսական նշանակության ինչ-որ բաց տարածություն է Իրանից ներկայացնում, բայց այնուամենայնիվ մենք ունենք ուրեմն արդեն նյութեր, որոնք խոսում են միջին բրոնզե դարի, ուրեմն թռեղ վանաձորյան փուլի մշակույթին պատկանող ուրեմն խեցու բեկորների մասին, հա, նյութերի մասին։ 2017 էս մեր այս տարվա պեղումների ուրեմն նպատակն էր մի փոքր ավելի ճշգրիտ, ավելի խորը ըմբռնել մեր նախկին իրավիճակը, դրա համար շարունակեցինք մեր պեղումները բացել մեր քառակուսին դեպի հյուսիս, որը մի քիչ ավելի խոստումնալից էր, եւ նորից, եթե դուք տեսնում եք, համարյա թե նույն իրավիճակն է, նորից ունենք բավականին հետաքրքիր մի պատի հատված, որը դեռ ամբողջությամբ չենք բացել, այստեղ կարող եք տեսնել կենտրոնական հատվածում ու կարող եք տեսնել նաև ուրեմն երկու հորերի մնացորդներ, որոնք մենք արդեն համարյա թե կիսով չափ պեղել ենք, եւ այստեղից ունենք բավականին շատ ոսկրի մնացորդների գտածոներ, շատ-շատը վանակատի բեկորների գտածոները եւ քիչ չեն խեցեղեն բեկորների մնացորդները։ Այս մասում արբանյակային տեսանյութի նաև հետ համադրված մենք տեսնում ենք, որ որոշակի խզում կա այդ պատի մեջ։ Փորձեցինք ինչ-որ բաներ հասկանալ, այս մասը բացել, ակնկալելով գտնել միգուցե թե մուտք
նաև ցավոք սրտի բավականին նվիրված էր, կարող եք նաև այստեղ այս մասում տեսնել փլվածքների հետքերը, թե ինչպես է այդ պատը ավիրվել, շուռ եկել, սրանք ամբողջ իրա փլվածքներն են, ամբողջ դրա մնացորդներն են։ Եվ ցավոք սրտի մուտք առայժմ դեռ նորից չի արձանագրվում, բայց եթե տեսնում եք, այստեղ արդեն բացվում է Իրանից դուրս եկող եւ այս հուշարձանը սեգմենտների բաժանող բավականին լավ պահպանվածության այս պատը, որը մի քանի շարվածքը մի քանի շարով է ներկայացած եւ դուք նաեւ կարող եք այստեղ տեսնել իր համարը ոչ իհարկե ամբողջությամբ, բայց բավականին լավ պահպանված բարձրությունը։